Դերասան Էդգար Իգիթյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս շատ հաճախ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, նաև հայտնում այս հրապարակումներով այս կամ այն հայտնիի հետ տեղի ունեցածը։ Այս հայտնիները թերևս Էդգար Իգիթյանի ֆավորիտներն են։ Օրերս նա հրապարակել է ղազախ դերասան Մուրադ Բիսենբինի լուսանկարն ու գրել, որ նա կյանքից հեռացել է։ Էդգար Իգիթյանը մեծ թվով է նշել այս դերասանի կյանքից հեռանալը։ Փաստացի կարելի է համարել, որ Էդգար Իգիթյանը եղել է այս դերասանի մեծ երկրպագուն եւ այդպիսով մեծ ցավ է հայտնում կյանքից անժամանակ հեռանալու մասին։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք 75 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասան Քերի Հիրոյուկի Տագավան կաթվածի բարդությունների պատճառով։ Այս մասին հաղորդել է People պարբերականը։ Քերի Հիրոյուկի Տագավան հայտնի էր մահացու ճակատամարտ Mortal Kombat վերջին կայսրը Մարդը բարձր ամրոցում ֆիլմերում իր դերակատարումներով։ Այս մասին նաև հրապարակում է արել սիրված դերասան Էդգար Իգիթյանը, հրապարակելով Քերի Հիրոյուկի Տագավայի լուսանկարը իր ինստագրամյան էջում։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով հայտնելով իր ընկերոջ կյանքից անժամանակ հեռանալու մասին։ Խոսքը Վանես Մարտիրոսյանի մասին է։ Հոգիդ լույսերի մեջ լինի, Վանես ջան։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայր, գրել է Արթուր Աբրահամը։ Նշենք նաև, որ երեկ հայտնի դարձավ, որ Վանես Մարտիրոսյանը մահացել է 40 տարեկան հասակում, վերջինս մաշկի քաղցկեղ ուներ, ինչի արդյունքում 1 տարի բուժում ստանալուց հետո նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Հավելենք նաև, որ ավելի վաղ էլ ներկայացրել էինք երգչուհի Սիլվա Հակոբյանի ընտանիքում տեղի ունեցած կորստի մասին։ Երգչուհին տխուր հրապարակումով է հանդես եկել։ Գիտեմ, որ հոգիդ հիմա հանգիստ է ու սիրտդ էլ չի ցավում։ Իմ կատին ամորաքույր, ննջիր խաղաղ։ Այսպիսով երգչուհին հայտնել է իր մորաքրոջ մահվան մասին։ Ինչպես կարելի է եզրակացնել Սիլվայի հրապարակումից, նրա մորաքույրը առողջական խնդիրներ ուներ։ Հավելենք նաև, որ նախորդ ամիս էլ ներկայացրել էինք երգչուհի ինստագրամյան հարթակից ավելի ուրախալի հրապարակում։ Երգչուհին իր ծննդյան առթիվ հրապարակում էր արել ինստագրամյան հարթակում, ցույց տալով, թե ինչպես են ընտանիքի անդամները, ամուսինը, 2 դուստրերն ու ամուսնու մայրիկը, երգչուհուս կեսուրը իրեն կեսգիշերին անակնկալ մատուցել։ Ինչպես տեսանյութում Սիլվա Հակոբյանն է նշում, ինքը սպասում էր անակնկալին, քանի որ ամեն տարի ընտանիքը կեսգիշերին սիրով եւ մեծ ոգևորությամբ շնորհավորում է երգչուհու ծննդյան տարեդարձը։ Հավելենք նաև, որ կադրերում երևում է, թե որքան ակտիվ է երգչուհուս կեսուրը։ Այս տեսանյութից պարզ է դառնում, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն Սիլվա Հակոբյանն ու իր կեսուրը, ովքեր մեկ հարկի տակ են ապրում։ Հավելենք նաև, որ Սիլվա Հակոբյանին ջերմ շնորհավորանք է հղել նրա հայրը, ով նաև համարվում է երգչուհու պրոդյուսերը։ Շնորհավոր Բալես, դու լավ դուստր, լավ քույր, լավ մայր, լավ մարդ։ Համեստ հայուհի, սիրված երգչուհի, դու բարություն, հայրենասեր ու ազգասեր, Սիլո Սիլվանես, Պապան մեռնի քո ջանին, իմ սիրուն աղջիկ։ Այս հրապարակմանը կից եւս հազարավոր շնորհավորանքներ են հնչեցվել ուղղված սիրված երգչուհուն։ Հավելենք նաև, որ երգչուհին աչքի է ընկել իր բարությամբ ոչ միայն ընկերական շրջապատում, օրեր առաջ վերջինս հրապարակումով էր հանդես եկել ինստագրամյան հարթակում, այդպիսով օգտագործելով իր մեծ լսարանը եւ ուշադրություն հրավիրելով մի աղջկա վրա, ով ունի օգնության կարիք։ Հասմիկի մոտ 2023 թվականին ախտորոշվել է ապլաստիկ անեմիա սակավարյունություն։ Բուժումներ է ստացել Յուլիանի անվան արյունաբանական կենտրոնում։ Այս պահին օրը մեջ ստանում է արյուն եւ թրոմբոցիտների տեղը։ Հասմիկին Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում է պետք։ Փոխպատվաստման եւ բուժման ընդհանուր գումարը կազմում է 26 միլիոն 500 հազար դրամ։ 18 միլիոնը փոխպատվաստման համար, իսկ 8.5 միլիոնը հետվիրահատական դեղորայքի։ Առողջապահությունը ֆինանսավորել է 6.5 միլիոնը, քանի որ գումարի չափը շատ մեծ է եւ Հասմիկը միայն մոր խնամքին է, խնդրում ենք հնարավորինս օգտեք ընտանիքին, որ կարողանան վճարել։ Ոչ մի հիմնադրամի շահառու չի հանդիսանում աղջիկը։ Հասմիկին օգնելու համար տեղադրում եմ նրա բանկային տվյալները, գրել է երգչուհի Սիլվա Հակոբյանը։ Վերջինս նաև հետևյալն է գրել. Հասմիկն ընդամենը 19 տարեկան է։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք մեկ այլ հայ հայտնիների օգնության
Խնդրանքը Ռոզա Դավթյանն, ով բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում եւ այդպիսով կիսվում իր կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության վերաբերյալ։ Այս անգամ Ռոզա Դավթյանը դիմել է իր հետևորդներին օգնության նպատակով։ Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված ընկեր Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Ցավոք սրտի Պետրոսի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ, բուժման երկարատև եւ դժվարին ճանապարհ է սպասվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Յուրաքանչյուրի նվիրատվությունը շատ մեծ դեր կարող է ունենալ։ Փոխանցումները կարող եք անել անձամբ իր հաշվեհամարին, գրել է դերասանուհին տարածելով հաշվեհամարներն ու Աֆարյան Պետրոսի տվյալները։ Հավելենք նաև, որ երեք նույն խնդրանքով հանդես էր եկել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը եւս ներկայացրել էինք ձեզ։ Դերասանուհին ինստագրամյան հարթակում ուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի, դերասան Պետրոս Աֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արդյունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000-ական դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Աֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզան էի, ինքը Ազատը, եւ Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարողեսում, եղել է պարահանդեսում, պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ կիսատ մնաց խոսքս, ես հիմա կտեղադրեմ Պետրոսի իդրամը այստեղ, ես քիչ առաջ եմ իր հետ խոսել, ինքը ասաց, որ շատ մեծ գումարների մասին է խոսքը, բայց գոնե նախնական, եկեք փորձենք օգնել, նախնական մոտ 4 միլիոն դրամ, իսկ դա նշանակում է, որ եթե իմ հետևորդներից 4000 մարդ փոխանցի 1000 դրամ, գոնե նախնական գումարը մենք կունենանք։